դատարան Ինչև ընդամուր փաստական հանգամանքներն անդրադառնալը, ես կցանկանայի դատարանի ուշադրություն հրավիրել իրավական խնդիրների վրա, որոնք առաջացել են հարգելի հանրային մեղադրողի կողմից պաշտոնավարման կասեցման կապամիջոցին համաձայնություն տալը, տալու հետ կապված միջ այդ նաև քննիչի կողմից համապատասխան որոշման կայացմանը։ Նախ ի սկզբանե ասեմ, որ մեծ է կայտակղությունը հիմնավոր կասկածին անդրադառնալու, բայց փուլային խնդիր ունենք մենք եւ այդ առումով բնականաբար հիմնավոր կասկածի վիճակում դատանը չի կարողացել ոչ կա, ոչ չկա, որտեղ երկու դեպքում էլ խնդիր է։ Դրա համար այդ առումով ընդամենը կասեմ, որ հիմնավոր կասկած չկա, իսկ որ թե ինչու չկա, արդեն ներքի վիճակման շրջանակներում մենք կասենք։ Հիմա անդրադառնամ այդ իրավական խնդրին։ Նայեք, պատվարժան դատարան։ Ես կարծում եմ, որ մենք այս փուլում չպետք է քննարկենք կալանքի տակ գտնվող Վարդան Ղուկասյանի խափանման միջոց, այլ մենք պետք է քննարկենք ազատության մեջ գտնվող Վարդան Ղուկասյանի խափանման միջոց։ Հիմա եթե հոկտեմբերի 21-ին տեղի ունեցա անօրինականություն եւ այդ անօրինականությունը շարունակվել է մինչեւ նոյեմբերի 3-ը եւ նաեւ դրանից հետո, դա չպետք է հանգեցնի մի այնպիսի իրավիճակի, երբ անձի իրավունքները այլևս հնարավոր չլինի վերականգնել։ Ինչու՞մ է խնդիրը։ Նոյեմբերի, կներեք, հոկտեմբերի 21-ին հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը որոշում է կայացնում պաշտոնավարման կասեցում այլընտրանքային խափանման միջոց կիրառել Վարդան Ղուկասյանի նկատմամբ գտնելով, որ բացակայելու արգելք խափանման միջոցը եւ պաշտոնավարման կասեցում խափանման միջոցը բավարար է իր կողմից որոշման մեջ մատնանշված ռիսկերը զսպելու համար։ Այսինքն հոկտեմբերի 21-ին դատախազը համաձայնություն է տվել։ Հոկտեմբերի 21-ին կիրառվել է այլընտրանք եւ իրավունքի ուժով Վարդան Ղուկասյանը ենթակա է եղել ազատ արձակման կալանքից։ Այն պարզ պատճառով, որ քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է խափանման միջոցների երկու համակարգ՝ կալանք եւ այլընտրանք կալանքին։ Այլընտրանքային խափանման միջոցի տեսակներից է նաեւ բացակայելու արգելքը եւ պաշտոնավարման կասեցումը։ Եթե կալանքի տակ գտնվող անձի նկատմամբ կիրառում է այլընտրանքային խափանման միջոցներից որևէ մեկը, դա հանգեցնում է կալանքի փոփոխման եւ վերացման, եւ անձը արդեն հոկտեմբերի 21-ին իրավունքի ուժով ենթակա է ազատ արձակման։ Հիմա եթե իրավասու մարմինները ինչպիսիք հանդիսացել են թե դատարանը, որին մենք նոր կալանքի իրավաճառության պայմանների փոփոխության հիմքով հիմնել էինք բարոյթարությունում եւ մերժել գտնելով ոչ է դա միշտականով պետք է փոխարկել։ Թե դատախազությունը, ինքնորսընկերները բազմաթիվ իշքան բողոքներ են հասցեագրվել, եթե իրավունքի խախտումը չեն արձանագրում, դա չպետք է հանգեցնի անձի իր իրավունքի ձեռքման առհասարակ։ Կրկնում եմ, 21-ին ինքը պետք է դուրս լիներ, պարոն Ղուկասյանը, հետագայում եթե խափանման միջոցի խստացման իրավական հիմքերը եւ հնարավորությունները կար, դա պետք է քննարկվեր։ Օրինակ կալանքից ազատված մեղադրի նկատմամբ կերկին կալանք կիրառում է ռեժիմ, օրինակի համար եմ ասում։ Հետևաբար, եթե մենք 21-ին օրենքի խախտմամբ պետությունը իր պոզիտիվ պարտավորությունը չի կատարել եւ անձին ազատ չի արձակել կալանքից, դա չի նշանակում, որ այդ հանգամանքը չպետք է գնահատման արժանանա եւ չպետք է իրավական հետևանք ունենա դրական իմաստով հենց պարոն Ղուկասյանի համար։ Հետևաբար առաջին իրավական խնդիրը, որը մենք կարծում ենք, որ դատարանը պետք է գնահատի, հոկտեմբերի 21-ի դրությամբ արդյոք պարոն Ղուկասյանը ենթակա չի եղել ազատ արձակման կալանքից, եւ եթե ենթակա է եղել, արդյոք այս պահի դրությամբ մենք պետք է քննարկենք նրա կալանքի ժամկետի երկարացման հարցը, թե պետք է այլ եթե օրենքի խախտում տեղի չունենար, այլ ռեժիմով պետք է այս հարցը քննարկենք։ Սա դրա հետ կապված մնացած առումով գործընկերս նշեց։ Հիմա հաջորդ հանգամանքների հետ կապված պատվարժան դատարան փուլում կալանքի հիմքերի հետ կապված։ Քաղաքական հետապնդում ասելուց ես ցանկանում եմ ասել, որ սա մենք որպես քաղաքական տերմինոլոգիա չենք օգտագործում ենք որպես իրավական տերմինոլոգիա։ Այսինքն քրեական հետապնդում, այդ թվում նաև ազատությունից զրկում քաղաքական դրդապատճառներով։ Հիմա ես կբերեմ փաստարկներ, որոնք իմ կարծիքով առնվազն ողջամիտ կասկածի մակարդակով թույլ են տալիս պնդելու, որ պարոն Ղուկասյանի նկատմամբ եւ քրեական հետապնդումը եւ ազատությունից զրկումը ունի քաղաքական դրդապատճառներ։ Որևէ մեկը չի պահանջում քաղաքական դրդապատճառներով ազատության զրկման համար 100% ճշմարտություններ բերել։ Նաեւ ԵԽԽՎ-ն իր հայտնի բանաձևում դա ներկայացնում է ողջամիտ կասկածի մակարդակով, այսինքն որ կարող է ողջամիտ կասկածնել, որ դրդապատճառը քաղաքական է։ Հիմա սկսենք
իրավական տիրույթում և կանոնավորման հիմքերից, մասնավորապես հանրային մեղադրողի կողմից մատնանշված հիմքերի շրջանակներում։ Նկատակոչեց ձայնագրությունները պատվաժանները։ Նախ մեկ կարևոր խնդիր։ Ձայնագրությունները ծաղկաքաղ է արվել քննիչի կողմից և տրամադրվել է պաշտպանության կողմից, քանի որ մայր գործը մնացել է հակակոռուպցիոն կոմիտեում։ Նայեք այստեղ այսպեսի մի խնդիր։ Սրանով արդենից խոչընդոտվել է արտար դատաքննությանը։ Նավալին ընդդեմ Ռուսաստանի գործով եվրոպական դատարան հստակ ասել է, թե չկային ծայրահեղ իրավիճակները, նույն հանցանքի վերաբերյալ համամեղադրյալների գործերը առանցին ուղարկելը կանխորոշում է 6-րդ հոդվածի խախտումը։ Հիմա քննիչը որոշել է, որ տեսկանը վերաբերում է Վարդան Ղուկասյանին, Վարդան Ղուկասյանին որպես իբր կա շատ պահանջող անձի ապացույցները բավարար են դատարան ուղարկելու համար, բայց որ տվողին են բավարար ոչ մյուս հանցակցին։ Այս մոտեցումները իրար հերքում են արդեն, և սրանով խոչընդոտվել է ի սկզբանե Վարդան Ղուկասյանի արտահայտ դատաքննության իրավունքը։ Հիմա գործի քննությանը խոչընդոտել։ Այս ծաղկաքաղ ձայնագրությունների մեջ կան շատ կիսատ ձայնագրություններ։ Ավելին ասեմ, պատվաժան դատարան ապրիլիս իրականացված ձայնագրությունները մինչև հոկտեմբեր իրականացված ձայնագրությունները ժամանակային տևողությամբ մեծ տրամադրված է և ենթադրվողը, որ պետք է լիներ այդքան ժամանակում, էապես տարբեր է։ Մեզ տրամադրվել է էապես քիչ ձայնագրություն։ Բայց անգամ այդ էապես քիչ ձայնագրությունների մեջ դատարանի ուշադրություն է հրավիրում մի քանի հանգամանքների, որոնք կարևոր են գնահատելու հատկապես գործի քննությանը խոչընդոտելու ռիսկը։ Այդ ձայնագրությունների մեջ առերևույթ հիմնականում խոսվում է ՔՊ-ի քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչների կողմից կատարված առերևույթ հանցագործությունների մասին։ Թե ովքեր են կատարել Սևակ Պոնտյանի գործը, ով որտեղից է համաձայնեցրել, ում միջոցով որտեղ են ակտերը ստացել, երբ են դրանք ստացել, և այս ամեն ինչը իրականացվել է մինչև Վարդան Ղուկասյանը, զուգահեռ Վարդան Ղուկասյանի պաշտոնավարմանը Վարդան Ղուկասյանից թաքուն։ Սա կա այդ ձայնագրությունները։ Բայց չգիտես ինչու քննիչ օրինակ դա համարում է կենցաղային բնույթի խոսակցություն կամ չի լսվում, չի հասկացվում։ Բայց մենք դատարանում կլսենք և կհասկանանք և կտեսնենք ինչի մասին է։ Այս ուղղակի ապացույցի վրա Վարդան Ղուկասյանը ոչ միայն լեգիտիմ շահագրգռվածություն չունի ազդելու, այլ ընդհակառակը նրա շահերից է բխում, որ այս ապացույցը դատարանում հետազոտվի, որ այս ապացույցները դատարանում ի վերջո ի հայտ բերեն իրականում ինչ է տեղի ունեցել։ Հետևաբար ինչ պետք է անի անձը, հենի խոչընդոտի քննությանը, որպեսզի այդ գործի քննությունը ի վնաս իրեն գնա, երբ գործի քննության բնական ընթացքը ի օգուտ իրեն է գնալու։ Նայեք, որպեսզի մենք խոչընդոտելու ռիսկը գնահատենք, մենք պետք է նայենք նաև ապացույցների որակին, հա։ Մոտավորապես իհարկե մենք բովանդակային հետազոտում վերլուծություն չենք կատարի, բայց ամեն դեպքում պետք է նայենք, թե այդ ապացույցների որակը այնպիսին է, որ անձը կարող է ցանկանա դրանք ձևախեղել։ Այդ ձայնագրություններ են, ինքը ինչ պետք է անի, դիսկը պետք է կոտրի, ավելի պատկերավոր ասած պետք է գողանա այդ ձայնագրությունները դատարանից, հնարավոր չէ, հիմնական էական մասը այս գործի ձայնագրությունները, որոնք գտնվում են դատարանի տիրապետման տակ։ Այստեղ գալիս է այլ խնդիր, քանի որ ձայնագրությունները ինքնին բավարար չեն կամ չեն խոսում առհասարակ Վարդան Ղուկասյանի կողմից կատարված ինչ-որ հանցավոր արարքի մասին, արժևորվում են վկաների ցուցմունքները։ Հիմա անդրադառնանք վկաների ցուցմունքներին, թե արդյոք դրանց վրա ազդեցություն Վարդան Ղուկասյանը ազդեցություն ունենալու շահագրգռվածություն պետք է ունենա։ Որևէ վկա ասելով նկատի չունեմ Կոմտյանին և Հենրիկ Կասպարյանին։ Որևէ վկա այս քերական բարույթով Վարդան Ղուկասյանին վերաբերելի որևէ ցուցմունք չի տվել։ Պատվաժան դատարան, որը առավելևս էական նշանակություն ունենա Վարդան Ղուկասյանի։ Հետազոտենք հիմնական դատալսումների Ես բովանդակությունը չեմ ասում, ես ասում եմ, որ այնուամենայնիվ բովանդակությունը ներկայացնում եք, ասելով որ բովանդակություն չեք ներկայացնում։ Բավական նշում եք, ասում եք չի նշել մեղադրյալի առնչությամբ որևէ տեղեկություն, դա բովանդակության բարձրաձայնում չի։ Չէ, պատվիրան, օրինակ ես ասում եմ բովանդակ ինքը ասել է սա չի վերաբերում Վարդան Ղուկասյանին։ Թե ինքը ինչ է ասել, ես դա չեմ ասում։ Բայց այնուամենայնիվ նշում եք, որ վերաբերելի բան չի ասում։ Հա, դա իմ գնահատականն է, եւ հուսում եմ նաեւ դատարանի գնահատականը կլինի, որ այդ վկանի վրա ազդեցություն գործադրելու շահ կամ շահագրգռվածությունը օբյեկտիվորեն անձը ունենալ չի կարող։ Անդրադառնալով վճռաբեկ դատարանի կողմից նախանշված որոշումներին, անկեղծ ասած, մասնավորապես 21-22 թվականին ես աշխատում եմ
այլևս որևէ չնայած դա ինձ խիստ սուբյեկտիվ կարծիքն է, բայց ամեն դեպքում ավելի արժեքավոր է որպես իրավունքի աղբյուր վկայակոչել եվրոպական դատային նախադեպային որոշումները, որոնք կատեգորիկ հակասում են վճարապետ դատանի մի շարք որոշումների, այդ թվում քննությանը խոչընդոտի ռիսկի։ Եվրոպական դատանն ասում է, որ քննությանը խոչընդոտի ռիսկը ըստ էության ամենաշուտ նվազող ռիսկն է, որովհետև իրականացված քննչական գործողություններից, հարցաքննություններից, ապացույցների հավաքումը ինքը ուղիղ համեմատական է ռիսկի նվազման հետ։ Եվ եթե անձը արդեն նախաքննությունը քննիչը բավարար է համարել, որ ապացույցները բավարար են, որպեսզի գործ ուղարկեն դատան, նշանակում է ռիսկը նվազել պատվաժան դատան։ Եվ այդ ռիսկը չի կարող օգտվել 20 դրությամբ նույն աշխանի։ Հակառակ դեպքում զուտ այսպես կարծրատիպային ձևակերպումներով մենք կարող ենք այս ռիսկը հավերժ ձգել թեկուզ 10 տարի գործի քննություն իրականացնել։ Հետևաբար, այս ամեն ինչը արդեն իսկ, որ գործը դատանում է, ինքը նվազեցրել է այդ ռիսկը, որը նշեց հանրային մեղադրողը։ Ինչ վերաբերում է պատվաժան դատարան նոր հանցանք կատարելու ռիսկին։ Նախ հանրային մեղադրողի կողմից վկայակոչված քրեական գործը վերաբերում է մոտ 20 տարի առաջ, 15 տարի առաջ, 16 տարի առաջ եղած իրադարձություններին։ Ասենք 7 քառակուսի մետր հող կարող է այս կողմ են կողմել, նման 4.2 եւ այլն եւ այլն։ Բայց ես այդ գործով մասնակցում եմ պաշտպան եւ վստահաբար ավելի տեղեկացված եմ, քան հանրային մեղադրողը։ Այդ գործերը դրանց մասին են եւ այդ գործերում նույնպես կան քաղաքական դերտապատճառներ։ Հիմա ինչու են կոնկրետ այս գործով մենք այդքան շատ ասում, որ կա քաղաքական դերտապատճառ կամ այս ամեն ինչը քաղաքական դերտապատճառներ են։ Նայ, պարոն Ղուկասյանը լինելով ընդդիմադիր ընտրվեց գյուղատնտեսական։ Դրանից հետո երկրի վարչապետը, ով ունի ազդեցություն բոլոր ուժային կառույցների նկատմամբ, հրապարակայինորեն հայտարարում է. Պարոն Ղուկասյանին տոների, պարոն Ղուկասյանը բառացի ցիտեմ, պետք է դուրս շկտել քաղաքական եւ հանրային կյանքից։ Դա ասում է մի անձ, ով ունի ուժային բոլոր կառույցների այսպես լծակները։ Դրանից հետո քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավորին ասում է. պարոն Ղուկասյանը թող ճամփորդները հավաքի։ Դա դեռ գործ։ Ոչ մի բան չկա, բայց իրենք արդեն տեղյակ են, որ պետք է ճամփորդները հավաքեն։ Այնուհետև պարոն Ղուկասյանի ձերբակալման օրը քաղաքացիական պայմանագիր կուսակցության բոլոր պատգամավորները օպերատիվ կերպով համակարգված աշխատանքով սկսում են տարածել Հանրապետության կոմիտեի կողմից հատվածական համացանցում գծած ձայնագրությունները, հատվածական եւ բոլորը այս շղթայի մեջ տարածելով այդ ամեն ինչը համակարգված ձևով մեկնաբանություններ են տալիս վիրավորական, այդ թվում նաեւ ազգային ժողովի անձ։ Հիմա այս շղթայի մեջ ցույց տվեք մի հատ քրեական գործ, մեկ այլ քրեական գործ, որտեղ քաղաքականությունը այսքան շատ համակարգված, շղթայված լինի կոնկրետ քրեական գործի։ Վարչապետի հայտարարություն, պատգամավորի հայտարարություն, որ պարոն Ղուկասյանը ձեռք չունի ճամփորդները հավաքելու է, մի քանի օր անց ձերբակալություն եւ ԿՊ-ի բոլոր պատգամավորների հայտարարությունները եւ վիրավորական արտահայտությունները։ Կոռուպցիոն բնույթի հանցագործությամբ ձերբակալված քանի անձի նկատմամբ են այդ աշճան վիրավորանքներ հնչեցել ԿՊ պատգամավորները, որ կան այս դեպքում։ Դա արդեն քաղաքական վերաբերմունք է, դա քաղաքական թիրախավորում է եւ քանի որ քաղաքական իշխանություն ունի նաեւ ուժային լծակներ, քաղաքական առումով թիրախավորված անձի նկատմամբ կիրառում է ուժային լծակներ։ Սա իրավաբանություն է, ես քաղաքականության պետք չէ որ զբաղվեմ այս ամեն ինչը հասկանալու եւ ֆիքսելու համար։ Եվ այս ամեն ինչը ասելու համար հիմքը ես չեմ կորինել։ Հիմքը տվել է այսօրվա քաղաքական իշխանությունը այս ամբողջ շրջայով։ Եթե կատարվել է հանցագործություն, թող հանցագործություն քննող մարմինները անեն։ Ինչու է քաղաքական դերակատարները ուղղորդում քննությունը կամ նախապես նախանշում թե պարոն Ղուկասյանի հետ ինչ է լինելու եւ մի հատ հետո արդեն սկսում են ամենավերջին վիրավորական որակումները, ընդ որում նույնիսկ չհարգելով ամերիկյան կանխավարկածը անձին ներկայացնում որպես վերջնականապես հանցագործության համար դատապնեղավոր ճանաչված անձ։ Հիմա եկեք ասենք դատանը անկախ է, ասենք դատախազությունը անկախ է, ասենք ԱԱԾ-ն, հակակոռուպցիոն, ասենք բոլորն անկախ է, գետնի վրա որևէ մեկն անկախ չէ պատվաժան դատարան։ Չի կարող դատախազությունը վարչապետից անկախ լինի, չի կարող ԱԱԾ-ն վարչապետից անկախ լինի, չի կարող հակակոռուպցիոն կոմիտեն վարչապետից անկախ լինի, ուղղակի չի կարող։ Հիմա եթե պետք է մենք մեզ հույս տալու համար համոզելու համար ասենք անկախ է, ասենք։
բայց անկախ չէ։ Հիմա այս բոլոր կառույցների ձեռամբ է ստեղծվել գործը։ Եվ ձեռամբ ստեղծված այս գործը նաև այդ քաղաքական դերակատարներով բերե հասցրել է այստեղ։ Հիմա մենք չասենք, որ սա քաղաքական դրդապատճառներով ստեղծված գործ է, իսկ եթե կա քաղաքական դրդապատճառներով ստեղծված գործ, կարելի է սադրել ցանկացած գործողություն եւ հետագայում ծաղկակավ անել ձայնագրությունները, բերել կպցնել իրար եւ ասել, որ անձը կատարել հանցանք։ Հիմա այս որակի ապացույցների վրա ազդեցություն գործադրելու լեգիտիմ շահագրգռություն Վարդան Ղուկասյանը չի կարող ունենալ նաեւ այն պատճառով, որ այս հետագայում հետազոտման ժամանակ ցույց կտամ, որ շատ բառեր քննիչները հանել են։ Շատ բառեր քննիչները ավելացել են էական նշանակություն ունեցող բառեր։ Շատ բառեր քննիչները գրում են չի հասկացում եւ հասկացում է եւ դա խոսում է Վարդան Ղուկասյանի ակնհայտ անմեղության մասին։ Այս որակի վրա ազդել չկա բան։ Նոր հանցանք կատարելու ռիսկը պատվաժան դատան, այլ ընտրանքներ կան, եթե լավ մարդ է, ասենք քաղաքապետը կարող է մի բան անի, կա տնային կալանքի դեպքում անձը նույն վիճակի մեջ է կոնվենցիայի 5-րդ հոդվածի իմաստով, ինչ հիմա։ Ուղղակի կերման պայմաններն է, ազատությունից ձեռքման կերման պայմաններն է տարբեր պատվաժան դատան, այս դեպքում քերակատարական հիմնարկում է, այդ դեպքում տանն է։ Բայց երկու դեպքում մենք գործ ունենք կոնվենցիայի 5-րդ հոդվածի իմաստով անձին ազատությունից ձեռքման է։ Հաշվի առնելով անձի տարիքը, հիվանդությունները, վաստակը, պատվաժան դատան Հովհաննես Թումանյանի տուն թանգարանը մի ամբողջ պետություն պատրաստ է ուղղակիորեն գումար չունենալու պատճառով, այդպես ասած, թողեն Բաղդիկ Նմայչուկի։ Այս մարդն է այդ տուն թանգարանը որպես ազգային արժեք փրկել։ Եվ հիմա հայ համայնքինն է։ Անի փլատակի եկեղեցու կրկնապատկերը Գյումրիում է։ Եվ դա Վարդան Ղուկասյանի շնորհիվ։ Շատ այլ բաներ ես շատ ցայտուներն եմ ասում։ Այսինքն այն ժամանակ, որ անձը զրկանքներով դա անում է, ասում ենք արեց, բայց երբ որ գալիս է այսպես պահերը, մենք անձու բոնը որպես բնութագրող պատկանիշ չենք ուզում, նկատի ունենք, թե ում հետ գործ ունենք, ինչպիսի վաստակի անձի հետ գործ ունենք, թե մարդը ինչ արել եւ արդյոք այս մոտ չունի են բարոյական կերպարը, ոչ վկայների վրա կազդի, ոչ քննությանը կխոչընդոտի, ոչ առավել եւս փախուստի կդիմի, ոչ նոր հանցանք կկատարի։ Հետեւաբար այլ ընտրանքները առավել կամ բավարար են առնվազն բարույթի այս փուլում հանրային եւ մասնավոր շահերը հավասարակշռելու համար։ Կա նաեւ այլ հանգամանքներ, որին գործընկերը կներկայացնի։ Հետեւաբար ամփոփելով խոսքս պատվաժան դատարան կարծում եմ, որ բարույթի այս փուլում առհասարակ կալանքը չի կարող դիտվել անհրաժեշտ Անձի պատշաճ վարքագիծը հնարավոր է այլընտրանքային խափանման միջոցների կիրառմամբ, եթե դատարանը կգտնի, ես կարծում եմ, որ ազատությունից ձեռքման կապված որևէ խափանման միջոց անհրաժեշտ չէ կիրառել, բայց դատարանը կգտնի, որ այս փուլում որոշակի ազատության սահմանափակումը անհրաժեշտ է հանրային մասնավոր շահերի հավաքագրման համար, առնվազն տնային կալանքը պատվիրան դատարան կարծում եմ, որ առավել կամ բավարար է հնարավոր բոլոր մտահոգությունները տարածելու։